Բարև Լիդա ջան։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բժիշկ Ղազարյանին կասես գա ինձ։ Եղավ, պարոն Սիմոնյան, սուրճ ուզում եք։ Իհարկե, չեմ հրաժարվի։ Պարոն Սիմոնյան, բժիշկ Ստեփանյանն է եկել, ձեզ է հարցնում։ Պարոն Սիմոնյան։ Ինչ ասեմ բժիշկ Ստեփանյանին։ Պարոն Սիմոնյան։ Պարոն Սիմոնյան։ Պարոն Սիմոնյան։ Այ Լիդա ջան, ինչ ա եղել։ Բժիշկ Սիմոնյան, կարող եք ներս մտնել։ Հա, էս աչքս կպել էր։ Ամբողջ գիշեր չեմ քնել, էս բացման խոսքն էի հետ ու առաջանում։ Բարև ձեզ, կարելի է։ Բարև ձեզ։ Սիմոնյան, պարոն փոխնախարարը Բարև ձեզ։ ուզում է անձամբ քեզ հետ ծանոթանալ եւ ինչպես ասում են անձամբ հաջողություն մաղթել։ Շատ հաճելի է, պարոն փոխնախարար։ Շատ։ Պիտի ասեմ, ինձ համար էլ է հաճելի ծանոթանալ հանրապետության լավագույն նյարդաբաններից մեկի հետ։ Դե։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շատերը կերազեին այսօր ձեր տեղը լինել։ Հա, իհարկե, սա իմ կյանքի ամենաբաղձալի օրերից մեկն է, պարոն։ Դե իհարկե։ Միշտ չէ, որ մեր հանրապետությունում 120 երկրների պատվիրակների մասնակցությամբ մենք գիտաժողով ենք անցկացնում։ Սա մեր հանրապետության համար մեծ իրադարձություն է։ Վստահ եմ հասկանում եք, ինչ պատասխանատվություն կա ձեր ուսերին։ Իհարկե, բաբա։ 13:45 նախարարը կլինի դահլիճում։ Բժիշկ Սիմոնյան։ Այո։ Նախարարը կարծում է, որ ձեր բացման խոսքը ձեզ համար կարող է ուղեգիր հանդիսանալ դեպի գլխավոր բժշկի աշխատասենյակ։ Ինչ եք ասում, պարոն փոխնախարար։ Հավատացեք, ես նույնիսկ չեմ էլ երազել։ Լավ։ Բոլորս էլ գիտենք, որ գլխավորին տեղափոխում ենք։ Եվ սա ձեզ համար լավ հնարավորություն է։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, կհանդիպենք դահլիճում։ Ես կճանապարհեմ։ Խնդրեմ, համեցեք։ Պարոն Մարտիրոսյան։ Սիմոնյան, հուսով եմ կարիք չկա բացատրելու այսօրվա գիտաժողովի կարևորությունը։ Իհարկե չկա։ Եվ հատկապես բացման խոսքի կարևորությունը։ Իհարկե, ես հուսախաբ չեմ անի, պարոն Մարտիրոսյան։ Վերջ, Արթուր ջան, վերջապես քեզ էլ դուրս գրեցինք։ Աշխատիր նման փորձանքների մեջ չենք նես։ Կաշխատեմ բժիշկ Հովհաննիսյան, շնորհակալ եմ։ Հաջողություն։ 20 րոպեից քեզ սպասում եմ իմ աշխատասենյակում։ Տեքստը մեկ անգամ եւս կքննարկենք։ Իհարկե, քննարկենք։ Շատ լավ։ Էդ Ղազարյանին ասեք, որ գա ինձ մոտ։ Ստեփանյան, քո հարցով ես անպայման նախարարի հետ կխոսեմ։ Դու կգաս ինձ մոտ այդ դեղատան հարցով կզբաղվենք մի քիչ։ Հազար եմ ասել է, թափ-թփված վիճակի վերջը թվեք։ Ո՞վ ես եք թողել։ Վերջը կարգու կանոն գիրին, ես հիվանդանոցում, թե չէ։
սրտերից Ոնց թե որ պարզ չի հիվանդանոց, ես գտնելու եմ նրան։ Թե իմ մասին մտածել ես 20 տարի ինձ չէիր խափի։ Սպասի։ Եվ այսօր, երբ հասարակությունը մեզնից պահանջում է խորը գիտելիքներ, բարձր պատասխանատվություն, եւ այսօր խորը գիտելիքներ, երբ հասարակությունը մեզնից պահանջում է, ես կոչ եմ անում ձեզ հարգելի գոլեգաներ, հիշել, որ մենք սպիտակ խալաթ կրողներս։ Բժիշկ Սիմոնյան, Վալուս, քված կուտեք։ Չէ, շնորհակալ։ Մերքայինա։ Մնա հետո ժամանակ չունեմ։ Սիմոնյան, Պարլոս։ Ո ունի։ Ժողովի օրը, երբ որոշեցինք բժիշկների օրվա համար այդ ներկայացումանը, չէ՞։ Բոլորը միահամուռ կերպով համաձայն էին։ Իսկ հիմա բոլորը միահամուռ կերպով ժամանակ չունեն։ Բժիշկ Ղազարյան, հա։ Դուք կգաք, չէ՞ փորձի։ Վայ, հա, գալու եմ, սպասի այդ անտերը գտնեմ, դրա ժամանակը չի։ Բեմական շորել պիտի բերեին, չեն բերել։ Արման ջան, ես տեքստ եմ սովորում, իսկ դու խանգարում ես։ Ներկայացման տեքստը։ Չէ, բացման խոսքը, որով այսօր միջազգային գիտաժողովը պիտի բացեմ։ Ահա, բերելա։ Ապրի մինասը։ Պատասխանատու տղա դուրս եկավ։ Կարլեն, Ասկոֆենի աման չես տեսել։ Ձեռի հետ չգիտեմ ուր դրեցի։ Թմրամոլ են բերել։ Թմրադեղերը Ասկոֆենի ամանի մեջ էր պահել։ Տանը պատրաստած թմրադեղեր են, լաբորատորիայում բոլորը զարմացել են, ասում են շատ ուժեղ դեղեր են, կարող է հալուցինացիաներ առաջացնել։ Որոշ մարդկանց մոտ նույնիսկ ագրեսիա։ Գասպար ջան, այս սենյակում Ասկոֆենի աման չկա, ուրիշ տեղ փնտրի։ Կարլեն, ասում եմ կարող ես ներկայացումը հեչ պետք չէր։ Ընկել ենք այս ժայելի խելքին, վերջապես մեծ մարդիկ ենք, չէ՞։ Չնայած ինչա, մի քիչ ուրախանանք։ Գասպար, հա, գնա այդ թմրադեղերը փնտրի, հանկարծ ուրիշի ձեռը չընկնի։ Լավ, էլ չեմ խանգարի։ Բայց ուր դրի այդ անտերը։ Սիմոնյան ջան, ես էլ քեզ համար։ Ինձ հանգիստ կթողնես։ Ես կոչ եմ անում ձեզ հիշել, որ մենք սպիտակ խալաթ կրողներս հիշել, որ մենք Ես կոչ եմ անում սիրելի գոլեգաներ հիշել, որ մենք սպիտակ խալաթ կրողներս Կարլեն ջան, ես եկա։ Կարլեն, մի հատ ուրիշ գույնի փողկապ եմ բերել, ես մեկը փորձի։ Գայանե ջան, չես տեսնում, որ ժամանակ չունեմ, զբաղված եմ հիմա։ Ես մեկը փորձի, կարծում եմ ավելի լավ։ Բարև ձեզ Տիկին Գայանե։ Բարև Արման ջան։ Տիկին Գայանե։ Չէ, չեմ ուզում, շնորհակալ։ Մերքայինա։ Չէ, ես թխվածք չեմ։ Չեմ հասկանում, ես երկար եք խոսելու։ Ինչ ես կան շուտ եկար։ Դե Մարտիրոսյանն ասաց, որ հնարավոր է հյուրերին ընդունելիս ես պետք լինեմ։ Դե դու որ հյուրերին չդիմավորեիր, հյուրերը ներս չէին մտնի։ Լավ, ես գնացի։ Արման ջան, կհանդիպենք գիտաժողովին։ Չէ, Տիկին Գայանե, ես չեմ գալու։ Ավելի կարևոր գործեր ունեմ։ Ինչ գործ։ Դե ներկայացման ենք պատրաստվում։ Արման, ամուսինուսում դերն է խաղալու։ Քահանա։ Լսեք, ինձ ամենից շատ հիմա գիտաժողովն է անհանգստացնում։ Վերջ ես գնացի։ Բայց կարող է թխված կուտեիք։ Լսի, կարող է ինձ հանգիստ թողնես։ Ես կոչ եմ անում ձեզ, հարգելի գոլեգաներ։ Ես կոչ եմ անում, հարգելի գոլեգաներ, հիշել, որ մենք սպիտակ խալաթ կրողներս Լենա, դու Խանգարեցի։ Չէ, այսինքն չէ, բայց Դե իհարկե խանգարեցի։ Լենա ջան, դե հասկանում ես, այսօր սարսափելի խառնաշփոթոր է, այս գիտաժողովի բացումը ես պետք է անեմ, ու այս տեքստը դու էլ այսքան ժամանակ 20 տարի։ Ահա, բա 20 տարի։
Իսկ դու մի անգամ չհետաքրքրվեցիր, թե ես ինչու այդպես հանկարծակի անհետացա քո կյանքից։ Չէ, ինչի Լենա ջան։ Ինչեր ասես չենք մտածել, Լենա ջան, նստի։ Ինչ ասես։ Ես հղի էի։ Վայ Լենա ջան, Մարտիրոսյանը հիմա ինձ ասպասում։ Բայց կինս հիմա կգա Լենա, դու… Ներեցեք մի հատ ջուր չէիք տա։ Հարցրեցիր, որ վերցրեցիր այդ տղա։ Եղածը մի ասկոֆեն չի։ Գլուխս ցավում ա, ուզում եմ խմեմ։ Կարող ա վերջում էլ ասես գողություն էլ եմ արել։ Դու քեզ խելոք բայի գիտես։ Բախտդ բերեց, որ մերդ այստեղ էր, թե չէ։ Լենա, դու վստահ ես, որ դա հենց իմ… Իհարկե վստահ եմ։ Ես այն ժամանակ քեզանից բացի ոչ մի կետ չեմ… Կինս էստեղ է։ Ես այն ժամանակ մի պահ ուզում էի քեզ դրա մասին ասել, բայց հետո որոշեցի կյանքը չփչացնել։ Դու ապագայի հետ կապված մեծ պլաններ ունեիր աշխատանքիդ, ընտանիքիդ, եւ դրա համար որոշեցի դա անել հենց այսօր։ Ալեքսը ստիպեց։ Ալեքս, ինչ Ալեքս։ Ալեքսանը։ Որդուտ անունը Ալեքսան է։ Ու Ալեքսը մինչև հիմա չէր հետաքրքրվում, չէ՞ թե ուր է իր հայրը։ Իհարկե հետաքրքրվում էր։ Փոքր ժամանակ ասել են, որ հայրը մահացել է։ Լենա։ Բա ինչ անեի։ Ես ուզում էի, որ Ալեքսը իր հորը պատկերացներ որպես վեհ եւ ուժեղ տղամարդու։ Դրա համար ասել են, որ հայրը ալպինիստ է եղել եւ մահացել է լեռը բարձրանալիս։ Գիտես Լենա ջան, շատ խելացի ես վարվել։ Իսկ այսօր ես նրան ճշմարտությունն ասացի։ Բայց ինչու այսօր։ Դե երեք լրացավ նրա 20-ամյակը եւ ես մտածեցի, որ Ալեքսն արդեն այն տարիքում է, որ պետք է իմանա ճշմարտությունը։ Չնայած ես նրան դեռ չեմ ասել, որ հենց դու ես նրա հայրը։ Ինչ ես ասել։ Ես ուղղակի ասացի, որ երիտասարդ ժամանակ սիրահարված եմ եղել մի ամուսնացած բժշկի, որն այս հիվանդանոցում է աշխատում։ Եվ Սկզբում նա ինձ հետ վիճեց, թե ինչու եմ այսքան ուշ ասում դրա մասին, հետո հանկարծ դուրս թռավ, նստեց մեքենան ու եկավ այստեղ, որպեսզի պարզի, թե ով է նրա հայրը։ Դու նրան չես ասել, չէ՞ իմ անունը։ Չէ, սպասի, չհարցրեց։ Դա շատ լավ է։ Չնայած քեզ տեսավ թե չի անմիջապես դա է հարցնելու։ Ախր Լենա, հասկանում ես, գիտաժողովի բացումը ժամը 2-ին պիտի լինի։ Ես էլ բացման խոսքը պիտի ասեմ։ Բժիշկ Սիմոնյան, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ձեզ է սպասում շտապ, իջնեք իր աշխատասենյակ։ Հենց հիմա հիվանդի եղարում գերեմ ու գամ։ Լավ, կփոխանցեմ, բայց գոնե հեռախոսին պատասխանեք։ Իմ մոտ չի։ Ես ներքինով եմ զանգել։ Չի աշխատում, Լիդա ջան։ Անտիբիոտիկները կշարունակեք։ Ուրեմն տեսնում ես Լիդա, Լենա ջան, Մարտիրոսյանն ինձ է սպասում, բացման խոսքի հետ պիտի ծանոթանա։ Դու խնդրում եմ քեզ Ալեքսին տար հիվանդանոցից, հետո մի բան կանենք։ Չեմ կարող։ Ոստիկանն Ալեքսի հետ է։ Ինչ ոստիկան։ Դե բռնել են նրան։ Ինչի համար։ Արա քշելու համար կանգնեցրես, ինչ կանգնեց, հետևից քշեցին, եկան միջև հիվանդանոցի բակը։ Այստեղ էլ կռիվ սարքեց, քաշքշեցին իրար։ Հիմա էլ ոստիկանները մոտեցան, մի խոսքով հիմա Ալեքսին պետք է տանեն ոստիկանություն։ Սա էր պակաս։ Կարլեն ջան, չգտա գիտես այդ անտերասկոֆենի ամանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վայ մամա ջան։ Լենան չի։ Լենան է, բայց ես չգիտեի, որ դուք ծանոթ եք։ Ոնց թե ծանոթ եք։ Շատ լավ հիշում եմ, այսինքն ձեզ երկուսիդ եմ լավ հիշում։ Լենա ջան, քանի տարի անցել։ Էս Լենայի գալը ոնց որ նվեր լինի։ Իրոք որ։ Ամուսնացել ես Լենա ջան։ Ամուսնացել է։ Հա, ինչով ես զբաղվում ամուսինդ։ Նրա ամուսինը մահացել է։ Վայ մամա ջան։ Նրա ամուսինը մահացել է սարը բարձրանալիս։ Ձորն է ընկել։ Գայլերը խոշտանգել են մարմինը։ Բան չի մնացել խեղճ մարդուց։ Դե ալպինիստ է եղել, չէ՞։ Ափսոս։ Բա Լենա ջան, իսկ երեխաներ ունեք։ Բնականաբար։ Ոչ։ Մանավանդ տղա։
Գասպար ջան, մի հետ ասկոֆենի ամանը գտիր էլի։ Ահա ճիշտ որ դրի հետ անտեր է։ Լենա ջան, խնդրում եմ քեզ, համոզիր Ալեքսին, տարես տեղից, գիտաժողովն անցնի մի բան կանենք։ Չեմ կարող։ Ալեքսը ոստիկանին ասել է, որ նրա հայր այս հիվանդանոցում է աշխատում։ Հետո ինչ։ Հետո այն, որ ես ու Ալեքսը մի կերպ համոզեցինք ոստիկանին, որ ներքևում սպասի, մինչև ես բարձրանամ գտնեմ Ալեքսի հորը, հետը ստանեմ ոստիկանություն։ Ահա, դու եկար ու չգտար, ուրեմ, չկամ։ Լսիր Լենա, եթե ես այսօր ձախողեմ գիտաժողովը, դրա մեղավորը կլինի մեր շատ սիրելի Ալեքսանը։ Ալեքսանն ով է Կարլեն ջան։ Բարև ձեզ։ Ալեքսանյանը, Գայանե ջան։ Ինչ Ալեքսան։ Ալեքսանյանը այս տիկնոջ ամուսինն է։ Շատ հաճելի է։ Մեզ մոտ է բարկած։ Իդեպ ծանոթացեք, Տիկին Ալեքսանյան, կինս է Գայանե, Տիկին Ալեքսանյան, Գայանե, Գայանե։ Շատ հաճելի է, շատ հաճելի է։ Ինչ կա ներքևում։ Առանցնապես ոչինչ չկա, բայց գնանք։ Դե եկեք ձեզ ուղեկցեմ։ Ոստիկանը։ Ինչ։ Ոստիկանին ասեք, որ ձեր ամուսնուն արգելվում է գոնե առայժմ մասնակցել նման հավաքների։ Դա նրա բուժող բժիշկն է ասել։ Իսկ ով է բուժող բժիշկը։ Գասպարը։ Գասպարը հանրապետության լավագույն բժիշկներից։ Դուք պետք է նրան անվերապահորեն վստահեք։ Ուզում եք կանչեմ նրան։ Բարև ձեզ, բժիշկ ջան։ Ստացվեց։ Ես մեր ջահելները խնդություններ են մտածում, ես էլ հաճույքով մասնակցում եմ։ Գասպար։ Ոնց որ վերջին զանգս լինի։ Ինձ թվում է երբեք չեմ մոռանա այս բժիշկների օրը։ Այո։ Դեռ էստեղ ես։ Նա շատ է մտածում իր ամուսնու մասին։ Հա, դե նորմալ է, բնական է։ Նա ձեզ մոտ է պարկած երկրորդ բաժանմունքում։ Ով։ Տիկնոջ ամուսինը։ Տիկնոջ ամուսինը մահացել է։ Ինչ։ Մահացել է։ Խառնեցիք իրար ամեն ինչ։ Գասպար ջան, մահացել է տիկնոջ առաջին ամուսինը, իսկ երկրորդը ողջ է։ Ուրեմն խոսքը երկրորդի մասին է։ Հիմա հասկացա։ Երկրորդ ամուսին։ Նա մեր հիվանդն է։ Մեր հիվանդը։ Եվ առաջինին հակառակ նա չի մահացել, այլ ապաքինվում է հավանաբար եւ հիմա Տիկին ուզում է ձեզանից հուսադրող ինչ-որ բան լսել։ Ինձանից։ Ես ինչ կապ ունեմ։ Դե ախր ասացինք, նա ձեզ մոտ է բուժվում։ Ալեքսանյան ազգանունով, անունն ինչ էր։ Լեռնիկ։ Լեռնիկ, ինչ որ չեմ հիշում։ Իսկ ինչի համար է եկել մեզ մոտ։ Հետազոտության։ Հետազոտել եք, հետո վիրահատություն եք նշանակել։ Իսկ ինչ բողոքներով է եկել։ Հիպերտոնիա։ Իսկ ինչ վիրահատություն են կարել։ Կույրաղիքի։ Չհասկացա, հիպերտոնիայով եկել է, կույրաղիքն ենք վիրահատել։ Գասպար ջան, ուրեմն ստուգել եք, պարզել եք, որ կույրաղիքը խնդիրներ ունի եւ Եթե 5 րոպեից մայրիկը չեկավ, ես քեզ տանում եմ ոստիկանություն։ Եթե թողնես բարձրանան վերև, ես կգտնեմ։ Էդ էր պակաս։ Հիմա էլ դու գնաս ու անհետանաս, հա։ Ոչ մի տեղ էլ չես գնա։ Ներեցեք մի հատ չեք զանգարի բժիշկների սենյակ տեսնենք։ Մայրիկի տանուն ինչ է։ Լենա։ Տեսնենք Լենա անունով կին այնտեղ մտել է թե ոչ։ Որը բաժանմունք։ Չգիտեմ, բոլորն էլ փորձեք, տեսնենք ուր է։ Դե գնացինք, ես ես կուղեցում։ Գնանք։ Ալո, չէ, այստեղ Լենա չկա։ Չէ, այսինքն կա, մի րոպե։ Ով էր Գասպարը, ինչ։ Ալո, այո։ Դեռ ոչ, հիմա կգամ։ Տիկին Ալեքսանյան, ձեր անձնական խոսակցություններով մեր հեռախոսը մի զբաղեցրեք։ Ոստիկանն է, ուզում է, որ ներքևիչնեմ։ Ինչ ոստիկան։ Ոստիկան ուզում է Տիկին Ալեքսանյանի ամուսնուն տանել զորահավաքի։ Իսկ ինչու է անձամբ եկել հիվանդանոց։ Երևի ուրիշ տեղ չի հաջողվել գտնել։ Ես հասկանում եմ, բայց այստեղ մի փոքրիկ խնդիր է առաջացել։ Լավ, գալիս եմ։ Հա, եկեք, ես ամեն ինչ կկարգավորեմ, եկեք։ Ես էլ գնամ, Սիմոնյան։ Դու էլ գնա, Գասպար, դու էլ։ Ինչ տարօրինակ կին է Կարլեն։ Դե, կին էր էլի։ Գնամ Մարտիրոսյանի մոտ։ Արի Գայանե ջան։ Սիմոնյան, մի քանի հարց ունեմ քեզ հետ ճշտելու։ Մնա գիտաժողովից հետո, հա։ Չէ, վաղը։ Սեդա ջան, դու Ալեքսանյան ազգանունով հիվանդի ճանաչում ես։ Անունն ինչ է։ Լեռնիկ։ Հա, Լեռնիկ։ Ալեքսանյան Լեռնիկ։ Հա, չեմ հիշում։ Սեդան ինչ իմանա, հո տնտեսուհիները բոլոր հիվանդներին անունով չեն։ Այնուամենայնիվ Սեդա ջան իմացի ով է ու մի քիչ ուշադիր եղեք, հա կինը շատ անհանգստացած է։ Սեդա ջան, մի հատ իմացիր ով է ինձ ասա։ Նրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Գնացինք, գնանք։
Ինչ ես տես վրես նայում։ Ինչ ես տես վրես նայում։ Հանգիստ տեղդ կանգնի։ Կարի վես բան գալիս։ Վերջ, էլ չենք սպասում, գնում ենք ոստիկանություն, արի։ Կամնի ասում է։ Պողոսյան, շտապ արի մուտքի մոտ։ Ալեքս նուր է։ Փախելա։ Ոնց է փախելա։ Պողոսյան, այն տղեն փախելա, արի մուտքի մոտ դուրս չգա։ Ուրա փախել։ Ես շատ գիտեմ ուրա փախել, փախելա էլի։ Այ քեզ բան։ Վայ Ալեքս։ Բայց թղթերը սուր եմ թողել, այս։ Ալո, Լենա, ինչ։ Ոնց թե Ալեքսը փախել է։ Չէ, այստեղ չի եկել։ Վերջին ասածս հետ եմ վերցնում։ Սա բժիշկների սենյակն է։ Հա, սա բժիշկների սենյակն է, բայց կողմնակի մարդկանց մուտքն էստեղ արգելվում է։ Ուր։ Ես իմ մորն եմ փնտրում, նա ստեղ չի եկել։ Ես որ գալիս էի այստեղ, մի ծաղիկներով շորովքին, աստիճաններով իջավ ներքև, երևի մամատ էր։ Իսկ դուք բժիշկ եք։ Հա ջան։ Չէ, ես ինչ բժիշկ, ես հիվանդ եմ, բժիշկին եմ սպասում։ Մինչև բոլոր բժիշկներին չտեսնեմ, չեմ գնալու ստեղից։ Լավ, դու ես որոշողը, բայց… Հա, լավ, դու ես որոշողը, բայց լավ կլինի այդ հարցը մայրիկիդ հետ պարզես։ Ես ում հետ ուզեմ նրա հետ է կպարզեմ, պարզ է։ Բժիշկ Սիմոնյան։ Հա, Լիդա ջան, թղթերս էի մոռացել, հիմա կգամ։ Արագացրեք։ Նա դες բժիշկ ասաց։ Իսկ դուք ասում եք, որ հիվանդ եք։ Հա, ես հիվանդ եմ, բայց բժիշկ եմ։ Դե հիվանդ բժիշկ եմ, էլի։ Ես այս հիվանդանոցի հոգևորականն եմ։ Լինում են դեպքեր, երբ պետք է հիվանդների հետ զրույցների, խոսելու, հոգեբանական մեթոդներով բուժումն իրականացնես։ Դրա համար էլ ինձ երբեմն բժիշկ են ասում։ Իսկ ուր է ձեր հագուստը։ Հագուստը։ Պարտադիր չի, որ այստեղ հագուստով լինես։ Տղա ջան, դու ճիշտ կլինի, որ մայրիկիդ փնտրես։ Ես սկզբից պետք է հորս գտնեմ։ Դե գիտես ինչ, այստեղ Սա բժիշկների սենյակն է։ Այստեղ քեզ երկար մնալ չի կարելի։ Իսկ ես տկած ունեմ, որ սա բժիշկների սենյակն է։ Ես պետք է հորս գտնեմ եւ վերջ։ Ամեն անգամ մի բան եմ գործնում։ Ես էլ պիտի։ Գոհա ջան, Գասպարը այսօր էստեղ եկել է։ Հա, եկել է, հիվանդների պատմությունները վերցրեց։ Իսկ կարող է Ասկոֆենի աման թողած լինի այստեղ։ Ասկոֆենի աման։
Կարող է սա է։ Կարող է, ով գիտի, մի հատ զանգ տամ։ Հետաքրքիր մարդ է, գիտես, գժվացրեց ինձ։ Օրը մի բան ակորցնում Գոհար ջան, հետո ես էլ իրա Google Sedan եմ։ Սեդա ես գտի, Սեդա են գտի։ Ալո։ Տղա ջան, ինչ է կատարվում քեզ հետ։ Արի իջնենք ներքև։ Կհանգստանաս։ Դու ինձ մի ասա ես ինչ անեմ։ Ստեղ եմ ուզում մնալու վերջ։ Բան չեմ ասում, հանգստացի։ Կարլեն, դա բան չի եղել։ Ինչ է եղել, Գասպար։ Ներքևում մի տղա Կարլեն, սրան պետք է հանգստացնող սրսկել։ Մոտ չկաք ինձ։ Ինչ եք ինձ պահել։ Ինչ եք ուզում, ով եք դուք։ Դուք բժիշկի խալաթ եք հակել, որ ինձ սպանեք իմ օրգաները ծախեք։ Ես հասկացա։ Հերու, շմոտենակ։ Բժիշկ Սիմոնյան, մի րոպե կգաք 4-րդ բաժանմունք։ Արի օգնի։ Մոտ չգաս։ Մոտ չգաս ինձ։ Հերու։ Հարցեր մի տուր, քնաբեր, կրկնակի, շուտ։ Ինչ եք ուզում ինձնից։ Տղա ջան, հանգստացի ես հիմա։ Հերու գնացեք ինձնից։ Հանգստացի։ Ղազարեն ջան, արի ես հագուստը որ Արման, հագուստի ժամանակը չէ։ Գասպարին օգնի, ես գնամ Մարտիրոսյանին տեսնեմ ու կամ շուտ։ Հա, այսա ես էլ կգամ, մի րոպե սա գամ օգնեմ։ Հանգիստ, սովտան, հանգիստ։ Բժիշկ Սիմոնյան, Մարտիրոսյանը կատաղած էր։ Ասաց, որ ինքը էլ հավես չունի ձեր տեքստը քննարկելու։ Ու ասաց, որ Աստված չանի, եթե մի բան են չեղավ։ Գասպար, հա։ Գասպար, ես ինչ է կարել երեխուն։ Ոչինչ, ոնց որ թե հանգստացել է արդեն։ Վախեցա։ Ալո, Լենա, ինչ։ Գալիս է այստեղ։ Բժիշկ 2-րդ բաժանմունքում Ալեքսանյան Լեռնիկ չկար, 3-րդ բաժանմունքից գտա, բերել եմ, ինչ անեմ։ Մի բան առաջ գիտեմ։ Սրսկումներ ունեմ, շտապում եմ, հետո դուք իրեն կուղարկեք, հա։ Հա, բայց ասի գլուխը ցաում է, դեղ չեք տալու մի հատ։ Բժիշկը վերջացնի կտա։ Լենա ջան, մնա այդտեղ մինչև ես ասեմ։ Լենա ջան, չգիտեմ, մի բան արա, պահի այդ ոստիկանին, թողնես գա այստեղ։ Հանգիստ։ Բայց չգիտեմ, մի թող գա այստեղ։ Ես դուրս կգնամ, դուք ինձ չեք պահի։ Հերու գնացեք։ Սրան սրսկել ապետ։ Լենա, ասացի մնա այդտեղ ու վերջ։ Հանգիստ տղա ջան։ Սոնա ինչ ես կանգնել մնացել, սրսկի։ Եմ կարող, չի թողնում։ Կարողը որն է, սրսկի։ Բժիշկ Ղազարյանը այստեղ է։ Այստեղ ասետ աջան, այնտեղ մի հատ երեխա կա, օգնի սրսկենել։ Հանգիստ։ Ինչ եք ուզում ինձանից։ Հանգստացի։ Խփեմ, հերո։ Եկա։ Հերո ինձանից։ Հանգիստ։ Հերո գնացեք։ Հերո։ Յա, ինչ ես անում։ Հերո։ Շենաբարի դրան։ Ես ինչ անում։ Հանգիստ։ Զգուր։ Հանգիստ բայ քեզ ասում եմ։ Յա։ Ներողություն։ Դուք բժիշկ եք։ Ինչու ոչ, բժիշկ Սիմոնյան, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ես մի երիտասարդի եմ փնտրում։ Կոնկրետ երիտասարդի, թե ցանկացած երիտասարդի, բարև ձեզ։ Կոնկրետ երիտասարդի։ Դե սպիտակ շապիկով, մոխրագույն տաբատով։ Հանգստացի այդ գա։ Հանգստացի ծավտան։ Շետապիտ բռի դրա։ Ինչ։ Շետա թողեցի ծերքնա։ Յա։ Էկոպիտ, փախա։ Ջան, հանգստացի։ Ասկոֆեն։ Գլխացավի դեղ, ես ասկոֆեն։ Շետապիտ բռի դրա։ Ես այստեղ ոչ մեկին չեմ տեսել, այսօր մեզ մոտ շատ կարևոր օր է։ Բոլորը զբաղված են, գնում են, գալիս են։ Հենց տեսնեմ, անպայման ձեզ տեղյակ կպահեմ։ Բարև ձեզ։ Շատ լավ, բայց չփորձեք ինքներդ նրան բռնել։ Ինչու։ Մի քիչ տարօրինակ է, գիտեք։ Բարև ձեզ։
Հասկանալի է, եթե ինձ այլևս ասելիք չունեք, ես գնամ, հա? Չէ, չունեմ։ Միարա տաճան։ Սեդա բրի բախտիվա։ Սեդա բրի։ Բարեցես։ Ծանոթացեք, բժիշկ Ղազարյանն է, գործընկերս։ Այո, բարեցես։ Մենք միջոցառման ենք պատրաստվում։ Սրսկումների հատվածն ենք փորձում։ Շատ հետաքրքիր միջոցառում է լինելու։ Հրավիրում ենք ձեզ։ Անպայման եկեք միասին կզվարճանանք։ Դե լավ, ես գնամ։ Հաջողություն։ Հաջողություն։ Կարլեն ինչ է կատարվում։ Լուրջան անկստացնում ես ինձ, ես ման չեմ ասկանում։ Գասպար, ավելորդ հարցեր մի տուր, գնա երեխուն սրսկի, ես հիմա կգամ։ Գնա! Կարլեն! Աստված ջան, Լենա ջան, խնդրում եմ քեզ իջիր ոստիկանին զբաղեցրու, հիմա կգնա կտեսնի, որ այնտեղ չես կգա այստեղ։ Լսի, ես Ալեքսի համար եմ մտածում, ոստիկանը նրան է փոխում։ Ալեքսի համար մի մտածիր։ Խնդրում եմ, այս անգամ ինձ լսիր, էլի ամեն ինչ նորմալ կլինի, գնա։ Կարլեն։ Կարլեն։ Չի թողնում սրսկենք, դրան մի բան է պետք անել։ Էդ ինձ է պետք մի բան անել, գիտաժողովին բան չմնաց։ Կարլեն, բայց ես չեմ կարող առանց տղայի գնալ ոստիկանի մոտ։ Ինչ պիտի ասեմ նրան, թե ուր է տղան։ Կարլեն, Լենան ինչ կապ ունի այդ տղայի։ Գասպար, լտու մի խոսիր, 5 հոգով չեք կարողանում մի տղայի սրսկել։ Ում եք ուզում սրսկել։ Ալեքսին։ Բայց ախր ոչ մի բառ։ Լսի, չեմ ասում, Լենա։ Չէ, Գասպար։ Հա։ Ոչ մի քայլ չգնաս այստեղից։ Մարտիրոսյանը որ գա չթողնես բժիշկների սենյակ մտնի։ Ասա որ ես ընդեղ եմ։ Գնա, չթողնես մտնի բժիշկների սենյակ։ Բայց ախր Այ մամա ջան։ Լենա, Ալեքսը շատ նյարդայնացած է։ Չի ենթարկվում ոչ մեկին, բոլորի հետ կռվում է։ Ես ասել եմ, որ նրան հանգստացնող ներարկեն։ Ինչ։ Բոլորովին անվնասդեղ է։ Մի քիչ կհանգստանա, ես էլ այդ ընթացքում գիտաժողովը կբացեմ ու ամեն ինչ կհարթենք։ Ոչ մի հանգստացնող, գժվեցիր ինչ է։ Եթե դու հիմա նրան ամեն ինչ պատմես, դա նրան ավելի շուտ կհանգստացնի։ Լենա, Նա հանգստացի ցավը տան։ Լենա ջան, հավատա, ամեն ինչ լավ կլինի։ Կարլեն! Սիմոնյան! Կարլեն! Սիմոնյան! Ինչ է եղել։ Սիմոնյան, մի բան արեք էլի։ Նրան անհնար է կառավարելը։ Պատահաբար Սոնայի ոտքը սրսկեց։ Հա ոչինչ չէ եղել, 2 ժամ կքնի ու վերջ։ Իսկ դու ավելի լավ է ամեն ինչ տղային պատմես։ Գասպար, չեմ հասկանում, դժվար է մի հավասարակշռությունից դուրս եկած լակոտի ներարկում անել։ Բայց չի թողնում։ Կարլեն, ես պահանջում եմ այս ամենին նորմալ լուծում տակ։ Ես թույլ չեմ տա նրան վնասեք, պատմիր նրան ամեն ինչ եւ վերջ։ Մի րոպե։ Դուք նրա ի՞նչն եք։ Ես։ Մայրը։ 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 Լենան այդ տղայի մայրն է։ Հա, ինչու՞ չէ որ։ Ես հիմա նրան ամեն ինչ կասեմ։ Սպասի, Լենա, դու հասկանում ես ինչ ես անում։ Խնդրում եմ։ Տղան պատահաբար թմրադեղ է խմել։ Թմրադեղ։ Ինչ թմրադեղ։ Ինչ ես խոսում։ Սեդա։ Սիմոնյան։ Սեդա։ Սեդա։ Վայ, Սոնա ջան, եկա։ Ասպար։ Հանգիստ Սոնա ջան։ Հանգիստ։ Ես արդեն քնում եմ։ Արմանն այնտեղ մենակ է։ Վայ, գասպար բռնի։ Կարլեն ինչ թմրադեղ խոսի տեսնի։ Այլևս հաստվող չլինի։ Ում ինչ ասում եմ անհապաղ կատարել։ Սեդա վազիր ուրիշ քույր գտես, չգիտեմ, փորձեք ներարկում անել այդ տղային։ Արմանին ասում ես բռնում է, ինչ անում, չգիտեմ, ինչ է դա կգնում։ Գասպար, դրան տարսելյակ։ Ահր վնասել։ Դու էլ արի էստեղ։
Լենա, խնդրում եմ հավատա, հիմա նրա համար միակ ելքը դա է։ Դու մտիր ես սենյակ, ոստիկանը քեզ չնկատի։ Արի, դուրս չգաս մինչև չասեմ։ Ինչ։ Գասպար, դու ես։ Ասա ինչ անեմ։ Խոսքս Լենայի մասին է։ Այդ տղեն որ կա, Լենայի տղեն է։ Այդ արդեն հասկացա։ Հա, բայց այդ առաջին ամուսին, երկրորդ ամուսին այդ ամեն ինչը սուտ է։ Ո՞ց է սուտ է։ Հա, Լենան, որ այստեղ աշխատել է, բժիշկներից մեկի հետ հարաբերություն է ունեցել, այդ տղան էլ Վայ մամա ջան։ Հա, բայց հիմա ավելի կզարմանաս, որովհետև եթե իմանաս ով է այդ տղայի հայրը։ Դու ես Գասպար։ Ով։ Դու ես Գասպար ջան։ Հա, Գասպար ջան։ Բայց ես Լենայի հետ ոչ մի անգամ Չէ, ես գիտեմ, որ դու Լենայի հետ ոչ մի անգամ, բայց դա կապ չունի։ Ոչ կապ չունի, ես Լենայի հետ Գասպար, ես չեմ կարող հիմա խոստով անել, Գասպար։ Ինչ։ Գասպար։ Հա, Գասպար։ Քույրը։ Ինչ անեմ։ Չգիտեմ, մի բան արա ոստիկ առաջ տեսնի։ Սայլակին պարկես ու ծածկիր։ Ներողություն, ձեզ ինչ-որ բան է պետք։ Ինձ ասացին, որ տղան բարձրացել է այստեղ։ Հա, բարձրացել է, բայց հենց նոր իջավ ներքև։ Շատ լավ։ Հեսա ես էլ կիչնեմ։ Մի րոպե, հա։ Ներողություն մի հարց տամ, ձերս աստղերն ինչ էր նշանակում։ Ավակ լեյտենանտ։ Դրանից ցածր որն է։ Լեյտենանտ։ Լեյտենանտ։ Իսկ սրանից բարձր։ Կապիտան։ Կապիտան։ Շատ լավ։ Էլ հարցեր չունեմ, կարող եք գնալ։ Ստասություն։ Հաջողություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք մի քանի րոպե ունենք մինչև նա կգա։ Հա։ Ուրեմն այսպես, ես դա հիմա չեմ կարող խոստովանել, որովհետև եթե խոստովանեցի, գիտաժողովն եմ ծաղողելու։ Մնաս բարով եմ ասելու, գլխավոր բժշկի աթոռին հասկանում ես։ Կինս ինձ կսպանի։ Մի խոսքով կկորցնեմ ամեն ինչ։ Իսկ տղան տեղյակ չի։ Գասպար, նա միայն գիտի, որ իր հայրը էս հիվանդանոցում է աշխատում։ Դու լրիվ համապատասխանում ես։ Համել նա գիտի, որ ես հոգևորական եմ։ Ինչ։ Այ արդեն բան չեմ հասկանում։ Ինչ կա չհասկանալ, խնդրում եմ, տղային հանգստացրու։ Ասա, որ դու ես իր հայրը, տար ոստիկանություն ու վերջ։ Ինչ ոստիկանություն, ինչի համար։ Թե վիճաբանություն է եղել ոստիկանների հետ, դա հիմա։ Նրանք ներքևում չէին, կարող է այստեղ են բարձրացել։ Հա, մայրը եկավ, պայուսակը մոռացել էր։ Եկավ տարավ, ինձ էլ խնդրեց, որ եթե ձեզ տեսնեմ, հաղորդեմ, որ հանգստացրել է տղային ու տարել է ոստիկանություն։ Ոստիկանություն։ Հա, էլի ոստիկանություն։ Բան չեմ հասկանում։ Ես էլ ճիշտն ասած։ Դե լավ, ես գնացի։ Այդ ինչ ես ուզում դու մեզանից։ Հանգիստ։ Ես չեմ կարող, ես դրան պատրաստ չեմ։ Կկարողանաս, դրա մեջ ինչ կա, որ չկարողանաս։ Վայ, շնորհան ընկավ։ Հա, դե բան չկա սորանա էլի ուֆ։ Նայ, մի հատ էլ եմ բացատրում ինչ պիտի անես։ Ուրեմն։ Գասպար, դու իմ միակ հնարավորությունն ես, թե չէ ես ես իրավիճակից դուրս չեմ գա։ Թող Արմանն անի։ Արմանը։ Ալեքսա։ Արմանը։ Նման չի։ Լավ, համաձայն եմ։ Սոսիկ սրսկի։ Սրսկի։ Չեմ կարող, սրսկի։
Գասպար, ամեն ինչ պարզ է, չէ՞։ Տղային ասում ես, որ դու նրա հայրն ես, տանում ես ոստիկանություն, ամեն ինչ հարթում ենք, այդ ընթացքում ես էստեղ ավարտում եմ գիտաժողովը ու ամեն ինչ տեղն են գցում։ Մարտիրոսյանը։ Ինչ անենք, քույրը։ Լենան։ Կարլեն։ Լենա ջան։ Կարլեն ինչ եղավ։ Լենա մնա այստեղ դեռ չեն գնացել։ Մարտիրոսյանն այստեղից այն չհանես։ Ինչ կսպասեմ։ Սպասիր ենք, մինչև չասեմ։ Մտիր ներս։ Սիմոնյան, եթե չէիր ուզում, որ ես քեզ օգնեի, տեքստի հարցով, կարող էիր այդպես էլ ասել, ես չէի վիրավորվի։ Իսկ հիմա ես շատ զայրացած եմ։ Լավ, թողնենք այս խոսակցությունը գիտաժողովից հետո։ Պարոն Մարտիրոսյան, ես շատ էի ուզում, որ դուք ինձ օգնեիք։ Պարզապես ստացվեց այն, որ արդեն ուշ է։ Հյուրերը արդեն գալիս են։ Իսկ քո կինը նրանց մենակ է դիմավորում։ Պատմություն կաստացի, վախենում եմ։ Սրսկի, Սուսիկ, ոյ դու շարժվում ես, հալե շարժվում ես։ Ինչ ես անում, ասեղը տարա։ Սա ինչ ձայն է։ Փորձի են պատրաստվում միջոցառման ձայներն են, բժիշկների ձայներ։ Սուսիկ, քանի րոպե ունեմ, 5-10 րոպե։ Ախ, ես ես ապտեք շարժվի։ Ես քո քերն եմ անիցել։ Միջոցառման են փորձում դրա համար էլ փորձի ձայներ։ Փորձի են պատրաստվում դրա համար էլ միջոցառման են պատրաստվում փորձի ձայներն են։ Ասա թող կամած փորձեն։ Սա հիվանդանոց է։ Հենց հիմա ասեմ, որ կամած փորձեն։ Գասպար, հա, Գասպար, գնաց, հիշեցիր ինչ պիտի անես։ Հա, ուրեմն քույրին տանում ես մի ապահով տեղ, որ ոչ ոք չտեսնի։ Այսուր, չգիտեմ, մի ապահով տեղ, ներքև տար։ Լավ, բեր։ Հանգիստ։ Այդ հանգիստ։ Գասպար, ինչ եղավ։ Ես լավ եմ։ Սեդան ոնց որ ձերքն ակոտրել։ Ինչ է կանգնել, գնացեք օգնեք։ Սեդա ոնց ես։ Լավ չեմ։ Վայ Սեդա, Գասպար դու արի վերև, արի։ Դու ինչ ես մնացել, գնա էլի։ Չեմ գնա մինչև հորս չգտնեմ։ Հայրդ հիմա չի կարող, նա հենց նոր հերոսություն արեց։ Հերոսություն։ Տնտեսուհուն ձեռքերի մեջ պահելը հերոսություն չի։ Ուրեմն նա իմ հայրն է։ Հա, տղա ջան, Գասպարը քո հայրն է։ Ես գնացի։ Սպասի, ուր։ Սա հիվանդանոց է։ Արի գնանք այնտեղ սպասենք, հերդ հիմա կգա։ Արի։ Ես հորս եմ գտել, հորս։ Հա, լավ, մի րոպե համբերի։ Արի ես։ Ես հորս եմ գտել, հասկանում եք։ Հիմա համբերի,
Ես քեզ հիմա հորդ հետ կծանոթացնեմ։ Ինչ է կատարվում։ Մայրիկ, ես գտա հորս, հասկանում ես, գտել եմ նրան։ Ալեքս, ինչ ուրախ եմ ձեր երկուսի համար։ Լենա, հիմա Սիմոնյան ջան, Գասպար, այս ժամ բրցանք։ Գիպսեն անում արդեն լավ է։ Ահա նա մայրիկ, ես գտա նրան։ Ստապվել է, որ ընկել է, ստապվել է։ Բարև, Ալեքսան։ Ալեքսան ջան։ Ես գիտեի, որ անպայման գտնելու եմ քեզ։ Ում Գասպարին։ Լենա, արի դուրս գանք ամեն ինչ կբացատրեմ։ Լսեք, Ես քեզ հիմա ես ինչ պալատա։ Ինչ շունու շանգել ասես չի մրտում դուս գալիս։ Դու հոգնել եմ, ուզում հագստանամ։ Այս ինչ շոկ է, մարդ, այս ինչ շոկ է, մի հատ պատոհան բացարեք։ Դու հազար ենք ասել, մենք հո ձեր ծառան չենք։ Բերում թողնում եք այստեղ բերեք ներսելի։ Բարև ձեզ։ Համեսեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Գայան է։ Որտեղ է ձեր ամուսինը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասաց հիմա կիչնի։ Բարև ձեզ, համեցեք։ Համեցեք նստեք։ Բարև ձեզ։ Ես ձեզ խնդրում եմ։ Գտեք նրան եւ ասեք, որ եթե 5 րոպեից նրան չտեսնեմ, ձերքիցս չի պրծնի։ Շատ լավ։ Բարև ձեզ, համեցեք։ Լենա, հավատա, սա միակ ելքն է այս իրավիճակից։ Հետո ամեն ինչ տեղը կընկնի։ Հա, Կարլեն ջան, Ալեքսան ջան, բավոց, դեռ ինչեր ենք անելու։ Գասպար։ Մամ ասում եմ այսօր ինչ լավ օր է, չէ՞։ Այսօր անպայման նշել ապե։ Եթե հիմա չիջնեք ու գնաք ոստիկանություն, ոստիկանը կբարձրանա այստեղ ու ձեզ բոլորիդ կնշի։ Այդ մեկը հաստատ։ Այս ինչ շոկ է։ Ես երևի ինչքան բարեկամ ունեմ, որ դեռ չեմ ճանաչում։ Անպայման ծանոթանալ է պետք։ Մեքենայի մեջ կծանոթացնես։ Գնացեք։ Կարլեն, ինչ եղար։ Դահլիճում բոլորը տեղավորվել են, դու չկաս, ամոթ է, չէ։ 15 րոպե մնաց, տես ինչ ես անելու։ Դուք ձեր հորը գտաք։ Դե իհարկե գտա։ Էսրա հենա։ Գասպարը ձեր հայրն է։ Ես բան չեմ ասում, դուք տեսեք։ Քաթից թռած։ Գայանե ջան, մենք գնանք դահլիճ, իսկ նրանք պիտի գնան ոստիկանություն։ Ոնց ոստիկանություն։ Մանր-մունր խնդիրներ ա եղել, պետք է պարզել եւ վերջ։ Լավ, Իհարկե գնանք, բայց ինչ որ մեկը հաստատ պատասխանի։ Ոստիկանություն։ Վայ մամա ջան։ Այս ինչ շոկ է։ Ահա, ես էլ քեզ էի փնտրում։ Հիմա ավելի ծանր հոդված վրետ ավելացավ։ Ինչ հոդված։ Սա հիվանդանոցը գիտի ինչ հոդված։ Տնտեսուհուն հրել գցելու համար։ Հա բայց ես մեղավոր չեմ։ Նա մեղավոր չի, դա պատահական է եղել։ Այդ արդեն քննությունը կպարզի, գնացինք։ Արիստե։ Վայ մամա ջան։ Մենք արդեն աստիճանների վրա էինք, ոստիկանը բռնեց տղային։ Բայց նա պետք է արդեն գնացած լիներ։ Բայց գիտի Սեդայի մասին։ Հիմա տղային փակել է պահակատանը։ Սպասում է Սեդան ուշ կգա, որ հարցակննի նրան։ Այ քեզոր։ Կարլեն, Սեդան որ խոսած պատկերացնում ես։ Գիտեմ, Գասպար, Սեդային վաղուց եմ ճանաչում։ Նրանից ամեն ինչ սպասելի է։ Մեզ մարդ է պետք ով Սեդայի փոխարեն ցուցմունք կտա։ Հա բայց ով։ Կարլեն։ Բան եմ խոսում, չէ։ Բարև ձեզ բժիշկներ, ես բուժքույր Սոնան եմ, եկել եմ որպեսզի ձեր հագուստները գնանք փորձենք։ Վարկյանը մեկ մեծանում է։ Գասպար։ Ինչ։ Արման, մեզ մի հարցում պիտի օգնես, բայց ավելորդ հարցեր չես տալու։ Ես ժամանակ չունեմ ներկայացման փորձ։ Մի լավ կոնյակ իմ կողմից։ Չէ, ժամանակը գտնեմ, նենց չի որ չեմ գտնի։ Կարլեն, ոստիկանը գլխի կընկնի։ Գլխի չինքնի Գասպար համբերի։ Արի նստի Արման ջան, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ուրեմն նայի ինչ ես անել։ Շոկ։ Բա մի հատ պաղ-պաղ չլերսես։ Ախր։
կոնյակը ուժի մեջ է, չէ՞։ Հա, ուժի մեջ է, ուժի մեջ է։ Գասպար, Գասպար, այս մազերը թրաշը։ Հա, թևը մնաց։ Այ մամանչա։ Լավա։ Նման գիտաժողով անցկացնելը մեր երկրի համար մեծ պատիվ է։ Իսկ երիտասարդ բժիշկների համար փորձի փոխանակություն։ Իսկ քանի երկիր է մասնակցում գիտաժողովին։ 120 երկիր այսօր մեր երկրում ունեն իրենց պատվիրակություն։ Արման, լաբորատորիայում սպասի, հիմա կկանչեմ։ Արի գնա։ Վայ շոկա։ Ալո, բժիշկ Սիմոնյանն է, այդ ոստիկանին ասեք, որ տնտեսուհին պատրաստ է ցուցմունք տալու, թող գա վերև։ Շատ լավ։ Ես ինչ անեմ։ Մնա այստեղ, տղայի հայրն ես, չէ։ Հա, բա։ Շոկա։ Ես մարդնով է։ Երկար պատմություն ա գասպար։ Շոկա։ Հա, բայց ինչ է կատարվում սրա հետ։ Շոկա։ Դու սա խմել ես։ Հա։ Քանի հատ։ Այդ խմել եմ էլի։ Այ մամա ջան։ Սա էր պակաս, հիմա ոստիկանը կգա այստեղ, սրանից ամեն ինչ սպասելի է։ Ջան։ Շոկա։ Ալո։ Հա, պարոն Մարտիրոսյան։ Ուրեմն այսպես 10 րոպեից լինես դահլիճում, որպեսզի քեզ ներկայացնեմ։ Շատ լավ։ Հարգելի ներկաներ, բացման խոսքի համար ամբիոն եմ հրավիրում Հայաստանի լավագույն նյարդաբաններից մեկին, դոկտոր պրոֆեսոր Կարլեն Սիմոնյանին։ Զենոտ։ Արման, մի րոպեից արի, հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսկ ուր է տնտեսուհին։ Հիմա կգա։ Այսօր ենքան լավոր է, կնիք սա եկե։ Բժիշկն գասեցնել եք։ Ուշադրություն մի դարձրեք, մեր հիվանդներից սկլերոզ ունի, ուղեղի այլ հիվանդություններ, բերել ենք այստեղ, որ զննենք։ Հա մի քիչ կզննենք թորան։ Բարի երեկո, հարգելի գոլեկաներ, սիրով ողջունում եմ ձեզ։ Իմ եղբոր տղան ձեր հիվանդանոցում է աշխատում, կարող է ճանաչեք։ Ձեր եղբոր տղան։ Հա։ Անունի ի՞նչ է։ Արման Մսերյան։ Արմանը ձեր եղբոր տղան է։ Հա բա ինչ։ Մի քիչ թեթև է, բայց ոչինչ, տարիքի հետ կանցնի, ոչինչ։ Սիմոնյան, շտաբ բժիշկների սենյակ, Սիմոնյան, շտաբ, շտաբ անցագիչների սենյակ, Սիմոնյան, շտաբ։ Բժիշկ, հովան չի եղել։ Չէ, մեր հիվանդներից մեկին սխալ բուժում ենք նշանակել։ Ես հենց նոր հասկացա, այո։ Բժիշկ ջան, կոկորտած չորացավ, մի բաժակ ջուր կտաս։ Իհարկե։ Չէ։ Բժիշկ ինչու՞ չէ։ Նորից հիշեցի այդ սխալ բուժման մասին։ Գասպար, ինչ ես ձերդ գլուխդ գցել։ Մենք սխալ բուժում ենք նշանակել։ Ինչ սխալ բուժում։ Այո, ես հենց նոր հասկացա։ Հենց նոր պարոն Մսերյանին դա է ասում, սխալ բուժում ենք նշանակել։ Գասպար, դու, հա? Մարտիրոսյանը հենց նոր ինձ բեմ էր կանչել։ Բոլորը ծափահարում են, մեկ էլ քո ձենն եմ լսում։ Որովհետև սխալ բուժում ենք նշանակել։ Ես հենց ոստիկանին դա է ասում, մենք սխալ բուժում ենք նշանակել։ Չէ, պարոն Մսերյան։ Այո։ Պարոն Մսերյանին էի դա բացատրում։ Գասպար ջան, ոստիկանն ինչ կապ ունի։ Դե որովհետև ոստիկաններ էստեղ Մսերյանը դրա համար է ասում։ Բժիշկ ջան, կտաս ջուր խմեմ։ Այո, իհարկե։ Գասպար, կբացատրես ինչ։ Հիմա։
Գասպար, ինչ ես անում։ Հազար ներողություն։ Դուր էստեղ։ Այսօր մեզ մոտ Ոչինչ, պատահում է։ Ոչ թե ոչինչ։ Մեր Արմանի հորեղբայրը առաջին անգամ մեզ հյուր է եկել, իսկ ես ջուր թափեցին նրա վրա։ Արմանի։ Խմեք։ Ներեցեք։ Հազար ներողություն։ Ուղղակի այսօր շատ լարված օր է։ Մենք բոլորս լարված ենք։ Հայբերտ, ձեզ էդ ինչ եղավ։ Լավ, համերիշ դորվալա, էդ տնտեսուհուն շատ պտի սպասեմ։ Գասպար ջան, մի հատ գնա այդ տնտեսուհուն, գտիր ու բեր։ Լավ, եղավ։ Հազար ներողություն, մենք չէինք ուզում։ Մեր Արմանը շատ։ Ջերոցի խաղում, շուկա դրամարի խաղում ենք։ Ես դիտավորյալ ես անում, արա։ Չէ, պարոն ոստիկան, ոչ մի դիտավորյալ բան չկա։ Մի քիչ ուղեղի հետ խնդիրներ ունի, դրա համար էլ։ Դե հիվանդ տղենք, քեզ բանի։ Գնամտիր ենտեղ ու դուրս չգաս ենտեղից։ Հարգելի գոլեգաներ, ներողություն եմ խնդրում այս փոքրիկ միջադեպի համար։ Գիտեք, Սիմոնյանը մեր լավագույն մասնագետներից մեկն է։ Երևի ինչ-որ լուրջ բան է պատահել։ Մի քանի րոպեից ամեն ինչ կհարթվի։ Բան չմնաց, հիմա լրիվ կչորանա։ Ձեր կոլեգան գնաց տնտեսուհուն բերելու։ Եթե 5 րոպեից չեկավ, ես եմ գնալու նրա հետևից։ Չէ, ես անձամբ, տեսքով որ գնաք, մի քիչ անհարմար է։ Շարունակեք, ես հիմա կգամ։ Զարա ջան, կգաս օգնելու բան կա։ Ներեցեք, բժիշկ Սիմոնյանին չեք տեսել։ Գնաց տնտեսուհուն բերի։ Տնտեսուհուն։ Չեմ հասկանում, ինչ է կատարվում այս հիվանդանոցում։ Շոկա, ջրոցի ենք խաղում։ Որտեղ է քո ամուսինը։ Ես կարծում եմ, որ հավանաբար ինչ-որ շատ կարևոր բան է պատահել։ Չեմ հասկանում, ինչ է այստեղ կատարվում։ Նա լրիվ խելքը ցրցրել է։ Ամբողջ դահլիճը իրեն է սպասում։ Պարոն Մարտիրոսյան, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ, պարոն Մարտիրոսյան, հիմա։ Գնացինք։ Բարև ձեզ։ Դուք տնտեսուհին եք։ Իհարկե։ Համեցեք նստեք։ Ոչ, ես էստեղ խերվից։ Լավ։ Ես հույս ունեմ, որ դուք պատասխանեք անկեղծ ու առանց որևէ բան թաքցնելու։ Իհարկե, պարոն ավագ լեյտենանտ, իհարկե։ Դուք այստեղ եք, Սեդա ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ չէին ասել, որ այս հիվանդանոցում 2 տնտեսուհի կա։ Ինձ էլ չէին ասել։ Ես չգիտեի, որ դուք նրան եք կանչել։ Սեդան
թերապևտիկ բաժանմունքից է, ես վիրաբուժական։ Իհարկե։ Ինչ է պատահել, Սեդա ջան։ Չէ, խոսքային տղայի մասին է։ Ես հենց ոստիկանին դա էի ուզում բացատրել, որ տղան կապ չունի, ես ինքս եմ ընկել։ Այո, մոտեցա պատշգամբին, ձողերը պիտի սրբեի, հավասարակշռությունս կորցրեցի եւ ընկա։ Իսկ ինձ ասել են, որ դուք իրար քաշքշել եք ու դրանից հետո եք ընկել։ Վայ, ոչ։ Տղան կապ չունի, ես ինքս։ Ներեցեք, դուք ուզում եք գործ հարուցել նրա դեմ։ Չգիտեմ։ Մի հատ հոգևորականի հետ էլ խոսեմ ու կտեսնենք։ Հոգևորականի։ Ինչ հոգևորական։ Տղան ասել է, որ այնտեղ հոգևորական է եղել ու ամեն ինչ տեսել է։ Ու նա ամեն ինչ կպատմի։ Դուք տեսել եք, ես չեմ տեսել։ Ես էլ չեմ տեսել։ Տղան տեսել է։ Իմիջայլոց, այդ հոգևորականը աշխատում է ձեր հիվանդանոցում։ Այնպես որ շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ օգնեք ու գտնեք հոգևորականին։ Ես այստեղ կսպասեմ։ Սեդա ջան, դու գնա։ Փնտրիր նրան։ Դու գնիր նրան։ Դա այդքան կարևոր է, հա, այդ հոգևորականը։ Մեր գործում ամեն ինչ կարևոր է։ Լավ։ Գնա, Սեդա ջան, գնա։ Ես էլ գնամ, երևի։ Մի րոպե։ Իսկ ձեր ձեռքը ինչ է եղել։ Դա այրվածք է։ Բան չկա, արդեն անցնում է։ Կանեմ վիրակապ։ Ամեն, վերջ, գնացինք։ Բարև ձեզ։ Ներեցեք, բժիշկ Սիմոնյան այստեղ չի եկել։ Դեռ չի եկել։ Եթե գա, խնդրում եմ ասեք, շտապ իջնի Դարլիճ, լավ, Մարտիրոսյանը կատաղած է։ Շատ լավ։ Լավ, ցտեսություն։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնե զավակս։ Բարև ձեզ, զավակս։ Ասացին ինձ եք հարցրել։ Ուզում եմ մի քանի հարց տալ ձեզ, համեցեք նստեք։ Չէ, ես ավելի լավ է այստեղից վախենամ հիվանդությունս ձեզ վարակի։ Լավ, ասացեք խնդրեմ, դուք տեսել եք, թե ինչպես է տնտեսուհին վայր ընկել պատշգամբից։ Այո, իհարկե զավակս, անձամբ եմ տեսել։ Ներեցեք, իսկ ինչ-որ խնդիր կա, որ գիտաժողովն այսքան հետաձգվում է։ Չէ, ոչ մի խնդիր, ուղղակի հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացավ եւ Սիմոնյանը մեր լավագույն մասնագետը լինելով պարտավոր էր իր գործը կատարել։ Հուսով եմ ամեն ինչ կգնի իր տեղը շուտով։ Այդ դեպքում ես տղային կտանեմ ոստիկանություն եւ այնտեղ ամեն ինչ կպարզենք։ Այո, շնորհակալ եմ զավակս։ Դուք գտաք նրան։ Այո, մենք արդեն վերջացնում ենք։ Եթե բժիշկ Գասպարին տեսնեք, կասեք, որ ես նրան ներքևում սպասում եմ։ Շատ լավ, ես երբ տեսնեմ, կուղարկեմ նրան ներքև։ Շատ լավ։ Հաջողություն։ Ցտեսություն։ Շատ լավ։ Սանտեր մորուքը չի բակվում երկեց։ Սկսվեց։ Ես ասում էի, չէ՞ որ սա մի բան պիտի անի։ Հա, գնաց օպարը։ Հա, գնաց արի։ Բայց հիմա չեմ հասկանում։ Ինչ փոշի է։ Վայ։ Տեր հայր։ Այո, զավակս։ Այո։ Մեկ հարց կարելի է։ Այո, իհարկե։ Եթե հարկ լինի, դուք կգաք ոստիկանություն եւ այն ամենը ինչ ասեցիք այստեղ կրկնեք այնտեղ։ Այո, անպայման կգամ։ Այո։ Շատ լավ, շնորհակալություն։ Կարլեն։
Արման ջան, Կարլենը չեկավ այստեղ։ Շատ շտապ դուրս եկավ, երևի դահլիճ գնաց։ Տիկին Գայանե։ Խնդրում եմ իրեն ասա, որ անպայման շտապիչնի դահլիճ, որովհետև Մարտիրոսյանն ասաց հիմա բարձրանում է բեմ ու Կարլենին կանչի։ Եթե չեկավ, կրճատում է։ Վայ մամա ջան։ Արման ես ով է։ Մեր նոր հավաքարարուհին։ Ես գնաց։ Ես գնում եմ ոստիկանություն։ Եղավ։ Բայց դու սխճալու ես։ Ավելի Գասպար։ Գասպար։ Մամ ջան։ Քեզ համար փախլավա եմ բերել։ Նոր եմ թխել, ուզում եմ տակ-տակ ուտես։ Մամ, ինչքան եմ խնդրել։ Այս տեսակ բաներ մի արա էլի։ Լավ, մամ ջան, դու գնա քույրերի սենյակում սպասիր, ես հիմա կգամ, հա։ Լավ։ Պապ տատիկս, հա։ Ես ձեր թորնիկն եմ։ Ինչ լավ է որ հանդիպեցինք։ Գասպար, ես ինչ ասում ես տղեն։ Ոնց թե իմ թորնիկն է։ Մի րոպե։ Դրա ժամանակը չի կգնանք ոստիկանություն այնտեղ ամեն ինչ կպարզենք։ Գասպար, եթե դա ճիշտ է, ինչի եմ ես հիմա իմանում, ուրեմն դու երեխա ես ունեցել ինձանից թաքցրել ես։ Աննամուս, ես քեզ ինչ եմ արել, որ ինչ չես ասել։ Փչացած։ Մամ, մի քիչ սպասի։ Ինչ սպասեմ։ Ամբողջ կյանքում երազել եմ թորնիկ ուլերամ։ Ինչի ես ինձանից թաքցրել։ Ես քեզ ինչ եմ արել։ Վայ մամա ջան։ Ներեցեք, ես բժիշկների օրվա կապակցությամբ թատրոնից զգեստներ էին բերել, փորձեցինք ու մոռացավ։ Դե հարգելի գոլեգաներ, կրկին ողջունում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր ներկա եք այս միջոցառմանը։ Ոչ մի տեղ էլ չի գնա։ Ինչ կպել իմ թորրիկից, ինչ եք ուզում երեխայից։ Մայրիկ ջան, անհագստանալու կարիք չկա, պարզապես փոքր անախորժություն ա տեղի ունեցել, կպարզենք ու վեր։ Ոչ մի անախորժություն էլ չկա, գնա դու ինքդ քեզ պարզի։ Դու փչացած։ Մայրիկ ջան, բաց թող երեխուձեռը, քեզ ասում եմ բաց թող երեխուձեռը։ Բաց թող տատի, հա։ Ay mama jan. Մեր որոշումներից մարդկանց կյանքեր են կախված։ Մեր ձեռքերում մարդկային կյանքեր են։ Եվ այսօր, երբ հասարակությունը մեզնից պահանջում է խորը գիտելիքներ, բարձր պատասխանատվություն, ես կոչ եմ անում ձեզ, հարգելի գոլեգաներ, հիշել, որ մենք
Սպիտակ խալատ կրողներս։ Ուշադրություն, բժիշկ Սիմոնյանին, մեզ ոչ նախատեսված իրավիճակ է։ Բժիշկ Սիմոնյան, շտապանցեք բժիշկների սենյակ։ Այ մաման ջան։ Ներեցեք երևի դեպքը շատ լուրջ է, որ կանչում են։ Ես կխնդրեմ պարոն Մարտիրոսյանին, որ նա շարունակի իմ բացման խոսքը։ Եթե կարելի է, ես պետք է բժիշկների, հիվանդների կողքին լինեմ։ Բժշկական կենտրոնի դիմաց, որտեղ գիտաժողովն արդեն մեկնարկել է։ Դահլիճում գտնվում են առողջապահության նախարարը, փոխնախարարը, բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր արտերկրից, որոնց թվում համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք բժիշկներ։ Գիտաժողովի ավարտից հետո մենք կփորձենք զրուցել նրանց հետ։ Գոհար։ Հանդիպեց մեզ, իմացա, որ Ալեքսը իր տորնիկն է, հիմա ոստիկանի հետ կռիվ է անում, չի թողնում, որ տանենք։ Ոյ մամա ջան, Այստեղ արի, արի այստեղ, հետ արի, Նստի, գնացել էի ծով, տեղ չկար, ասի գամ ստեղ լողավազանում մի քիչ լողանամ, շոկ։ Հիմա լսի ինչ եմ ասում, նստում ես այստեղ ու տեղիցդ չես շարժվում, հասկացար։ Ասենց շարժվեմ էլի գոնե սենց։ Չհասկացար, ոչ մի շարժում։ Կարլեն դրա ժամանակը չի, հիմա պետք է մորս հետ ինչ-որ բան անել։ Հիմա Մարտիրոսյանի հետ պետք է ինչ-որ բան անել, հասկացար։ Գասպար։ Ջան, վայ կնիկս։ Հեսա ցավը տարեմ, հեսա սաղին ցրենք մի հատ երկուսով մենակ մնաք մի հատ։ Ես քեզ չասեցի ձերը չլսեմ։ Նստի այստեղ ու ձերը չլսեմ, լսում ես։ Մի հատ պաղպաղակը լերել էինք բան շոկա։ Լսի, ես քեզ չասեցի ձայնը չլ։ Մի հատ արի բտի բաղնիկ ու դուրս չգաս մինչև չասեմ։ Սառը ջրով լվացվի, առես ես շորերդ։ Կարլեն լսի։ Ձերդ։ Կարլեն, այսպես չի կարող շարունակվել, ամեն ինչ ափերից դուրս է եկել։ Հիմա դու իջնես ներքև եւ ամեն ինչ կպատմես Ալեքսին։ Ճիշտ է ասում, Կարլեն։ Մայրս արդեն տատիկի դերի մեջ է, պատկերացնում ես ինչ ստրես կլինի նրա համար։ Կարլեն ջան, խնդրում եմ, շուտ վերջացնենք ես ամեն ինչը։ Գասպար, խնդրում եմ քեզ։ Այսքան դիմացել ես, կես ժամն ինչ է որ չդիմանաս։ Հիմա կգա։ Ով կգա։ Տնտեսուն հանդիպեց, հիմա ամեն ինչ կպատմի ու վերջ։ Տնտեսուհին, երբ արտասավ մի ժամ էլ չի անցել։ Գասպար։ Մայրս։ Ուրա Գասպարը։ Գասպար, դու ինչի եկար վերև։ Եթե իմ թոռիկը ոստիկանության հետ խնդիրներ ունի, ոստիկանությունը խնդիրներ ունի իմ հետ։ Մամ ջան, այդ խնդիրը այդքան լուրջ չի, հիմա ամեն ինչ կհարթվի։ Ես քեզ շասի ձերը չլսեմ։ Հիմա ամենակարևորն է, որ ոստիկանը չգտնի Ալեքսին։ Արի։ Հիմա դու ծածկես։
Քեզ ասում եմ։ Արի գնանք բաղնի։ Գնա, արի գնա, Ալեքս։ Արի, գնացինք։ Ուր է։ Ով։ Էն տղան։ Մենք հիմա կհասկանանք, թե այստեղ ինչ է կատարվում։ Սիմոնյան այս մարդնով է։ Քանի անգամ եմ ասել, որ ես Իվանդանոցի միակ տնտեսուհի ես եմ։ Նստի։ Բժիշկ Գասպար։ Այո։ Ուր է ձեր տղան։ Չգիտեմ, ձեզ մոտ չէր։ Հա։ Իմ մոտից փախավ։ Սա ինչ է։ Սա հիշում եք այն մարդը, որ այստեղ կար։ Մեռավ։ Ես որ։ Հա։ Գասպար ջան, դիակը տար, հա, տար դիահերձան։ Մի րոպե։ Բայց 5 րոպե առաջ նորմալ էր։ Բա, սիրտը տեսակ բան է։ Դուք հիմա ողջառողջ եք, չէ՞։ Բայց հաջորդ վարքյանին չգիտենք ինչ կլինի ձեզ հետ։ Գասպար ջան, տար արդեն հոհոտ եմ առնում։ Ոչ։ Գասպարը թող մնա, մեկ ուրիշը թող տանի։ Եվ այսպես բժիշկ Սիմոնյան։ Գասպար։ Ծանոթացեք, մայրս է։ Մենք արդեն ծանոթ ենք, ես երբ բարձրացանք։ Հենց նոր։ Ինչ ես մագոնել։ Հենց չես ոզով է տարնիկի։ Գասպար ջան, տես դիակը տար էստեղից։ Էջ դիակ։ Մի րոպե։ Մի 5 րոպե կարող եք հանգիստ մնալ։ Դուք ինձ ձեռ եք առնում։ Չէ։ Տնտեսուհու անունը։ Սեդա։ Սեդա, շատ լավ։ Սեդա։ Մեծ քանակությամբ քնաբեր են ընդունել, դժվար թե շուտ արթնանա։ Սեդա։ Հա, ինչ է։ Ասեցի, որ լավ եմ։ Ոչ մի տեղ չի ցավում, թողեք քնեմ, հա։ Սեդա ջան, մի երկու հարց տամ ու ինչքան ուզում ես քնի, լավ։ Տվեք։ Բա, քնաբերն այդ տեսակ բան է։ Էն էլ մեծ քանակությամբ։ Բա։ Հիանալի բացման խոսք էր պատրաստել Սիմոնյանը, ցավոք նա չկարողացավ մինչև վերջ կարդալ, իսկ այժմ ամբիոնի մոտ եմ հրավիրում առողջապահության նախարարին։ Սեդա ջան, կարող եմ մի քանի հարց տալ։ Դուք պնդում եք, որ դուք միակ տնտեսուհին եք հիվանդանոցում։ Այ տեսնում եք, նա չի կարող լուրջ պատասխանել ձեր հարցերին։ Չէ, ես էստեղ ոչ մեկից ոչ մի լուրջ պատասխան չեմ ստանում։ Դուք պնդում եք, որ հիվանդանոցում 3 տնտեսուհի կա։ Հա, 3 տնտեսուհի կա։ Մեկը վիրաբուժական բաժանմունքի տնտեսուհին է, թերապևտիկ եւ քիթ կոկորտի։ Բայց նա ասում է, որ նա միակ տնտեսուհին է հիվանդանոցում։ Սա ինչպես կբացատրեք։ Դե բնականաբար չէ, որ նա իր բաժանմունքում միակ տնտեսուհին է, նա ինչ կապ ունի մնացած բաժանմունքների հետ։ Բայց նա պնդում է, որ ինքն է ընկել պատշգամբից եւ իմիջայլոց նրան հրել գցել է ձեր գոլեգայի տղան։ Խնդրում եմ ձեզ, պարոն ոստիկան, ձեր բոլոր հարցերն իրենց պատասխաններն ունեն, բայց ես չեմ կարող հիմա փակագծերը բացել։ Խնդրում եմ, այսօր շատ կարևոր գիտաժողով ունենք։ Դուք էլի չեք դահլիճ, մասնակցեք գիտաժողովին։ Դրանից հետո ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Կհասկանանք իրար, կոնյակ կխմենք իրար հետ։ Ես այստեղից հանցագործության հոտ եմ առնում։ Պարոն ոստիկան, խնդրում եմ ձեզ, վստահեք ինձ, ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Լավ։ Ես ձեզ որպես բժիշկ վստահում եմ։ Ես գնում եմ դահլիճ։ Գիտաժողովից հետո։ Շատ լավ։ Հարգելի
5-րդ միջազգային բժշկական գիտաժողովի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ մեր հյուրընկալ հարկի ներքո։ Պիտի ասեմ, որ այսպիսի գիտաժողովները շատ կարևոր։ Չհասկացա, դուք ով եք, ինչ եք անում ստեղ։ Սիմոնյան, բարև։ Ես ովքեր են։ Այստեղ չի կարելի, խնդրում եմ, բոլորին դուրս անի այստեղից։ Կողմնակի անձանց այստեղ չի կարելի, դուրս անիր բոլորին։ Մի րոպե համբերեք, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ ու կպարզենք։ Մի րոպե, քանի որ բոլորս հավաքվել ենք, հիմա հանգիստ կարող ենք զրուցել։ Կարող եք գիտեք խորհրդակցությունների սենյակում եք։ Այստեղից ոչ ոք ոչ մի տեղ չի գնա, մինչև չստանամ իմ բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ մենք ստիպված այստեղ ձեր ներկայությամբ կաշխատենք, հա մահացածի հետ։ Մի րոպե, հա, խնդրում եմ, էլի պարոն ոստիկան, ինչ կլինի, այս խոսակցությունը վերևում շարունակենք։ Չի լինի, մինչև ես չստանամ իմ հարցերի պատասխանները։ Եվ այսպես, ուր են կորել թերապևտիկ բաժանմունքի եւ վիրահատական բաժանմունքի տնտեսուհիները։ Ինչու են ձեր հիվանդանոցի բոլոր տնտեսուհիների թևերը կապված։ Ինչու մինչև հիմա տատիկը չգիտեր իր թորնիկի գոյության մասին։ Եվ վերջապես, ինչպես է լինում, որ ձեր հիվանդանոցում մարդիկ մահանում են, հետո կենթանանում, հետո վազում են ողջ շենքով մեկ։ Սթափվեք։ Գասպար։ Ինչ է եղել։ Կարլեն, մուկ էր, մտավ պահարանի տակ, խնդրում եմ բռնիր։ Վայ մուկի էլի Գայանե ջան, հոչի կերավ քեզ այդ մուկը։ Հա չի ուտի, բայց վախենում եմ, մինչև չբռնես չեմ իջնի, Կարլեն։ Ես ո կատու չեմ, որ բռնեմ։ Ժամանիշն է։ Շորերս պատրաստի, մտնեմ լողանամ ու գնամ հիվանդանոց։ Ներքտա շորերս էլ դիր,
Անպայման նորը։ Կարծես ներքնաշորով ես բեմ բարձրանալու։ Այսօր ամեն ինչ պիտի յուրահատուկ լինի։ Ալո։ Բարև ձեզ, բժիշկ Սիմոնյան։ Լիդա ջան։ Բժիշկ Սիմոնյան, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ուղիղ ժամը 10-ին լինեք հիվանդանոցում։ Փոխնախարարն է գալու։ Ուզում է անձամբ ձեզ հետ ծանոթանալ եւ անձամբ ձեզ հաջողություն մաղթել։ Փոխնախարար։ Եղավ անպայման։ Կարլեն, դե գնալոգարան, ես հիմա շորերդ կբերեմ։ Ճիշտ ես ասում։ Ալո։ Բժիշկ Սիմոնյան, Գոհարն է։ Գոհար։ Դուք ուշ եք գալու։ Չէ, ժամը 10-ին։ 10-ին կլինեմ հիվանդանոցում։ Իսկ ինչ որ բան է եղել։ Բժիշկ Սիմոնյան, մի կին էր եկել։ Անունը Լենա։ Ձեզ էր հարցնում։ Ասաց, որ անպայման պետք է ձեզ հետ հանդիպի։ Հիմա դրսում է, ձեզ է սպասում։ Տեսարան 11, կադր 27, դուբլ երկրորդ։ Կպտեմ։ Կավայ, դավա չանես։ Պատրաստեմ, ես։ Գնացու։ Վալենտինը չի տեղավորում կադրի մեջ չոտքի ինքա։ Խակա։
Funda feststellen.